Ողջույն, սիրելի Facebook-յան ընկերներ, սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, մի վայրկյան սպասենք, թող բոլորը միանան, ժողովուրդ ջան, գրեք ձայնս նորմալ լսվում է թե չէ, ու անցնենք մեր ձևով, չգիտեմ այդ շարանին, հասկանանք, տենանք, այդ ինչ ձև է, այդ ինչ ձև են ուզում ամենես մեր երկրում, որ մենք չգիտենք։ Լավ, սկսենք, սիրելի ընկերներ, ուզում եմ անդրադառնամ Տաշիր Սամոյի տղուն, մի հատ փնտի պռիչոսկով դպրոցական փոքրիկ տղա ունի, ոնց որ դպրոցը տենց թերի է սովոր է, տառերն ու բառերը չի կարում իրարից ճիշտ տարբերի։ Դե չգիտեմ որ հեռուստատեսությունում ընդ եթեր էր տալիս, չգիտեմ ինչ էին անում, լրագրողին ասում է կարաս մի հատ քրֆես։ Լսի տղա, ամենաուժեղ քֆուր անող տղեն էդի ես եմ ես երկրում։ Հիմա որ ես քեզ քրֆեմ ու քրֆելու եմ, իջե վերջ լսի դու։ Այդ ում ես ասում, մի հատ բոլորին քրֆի։ Բոլորը մեր հայերն են, բոլորը մեր ազգն է, մեզ ես քրֆում, չգիտեմ ում ես քրֆում, վաբշեմ դուք ում եք ուզում քրֆեք։ Ընդհանրապես ես երկրում, սա պետություն է, սա երկիր է։ Ես հարգում եմ իմ պետությանը, իմ ժողովրդին, իմ հայրենակիցներին, իմ պետության ղեկավարին։ Ես ընդհանրապես իմ ամբողջ կյանքում ունեցել եմ շատ պրինցիպներ, իմ պրինցիպներից մեկը այն է եղել, որ մեր երկրի, մեր ժողովուրդը շատ լավ ապրեն, ինչքան որ կարող ենք պիտանի լինենք մեր երկրին, մեր ժողովրդին, իսկ մարդիկ էլ կան, չգիտեմ, տարիներ շարունակ թալանել են մեր երկիրը, հարուստացել են, հիմա որ մի կտոր, շատ պուճուր, մի կտոր մասը պետական ունեցվածքը, որ պետությունը պետականացրել է, արդեն սաղդ ոտ եք կանգն է, ձեր ձևով ուզում եք նորից այդ եղածը հետ բերեք, թալանեք, ուտեք։ Ընդհանրապես մոռացեք, սա երկիրը, սա պետությունը։ Ոչ մեկը ձեզ իրավունք չվերապահեք, որ կարաք ես երկրում, ով ինչ ուզի, իշքան թալան չի, հարուստ, չգիտեմ նախկիններից կլինի, ներկա կլինի, ով ուզում ալնի, ում ունեցվածքին կպնում են, մտածում են հեղափոխություն անենք։ Ու շատ իլ լսեք, հեղափոխություն էդի 100 տարին մեկ է լինում։ Վերաններդ քցելեք հեղափոխություն, ինչի համար, այսօր հավաք ես անելու, ժամը 4-ին ես անելու, ժամը 6-ին ես անելու, կամ էլ հետաքրքիր չի ձեր ժամերը։ Այդքան հասարակ ժողովրդին, որ տանում եք, տանելու եք այսօր սաղին բռնել տակ։ Ատենց, որ ասում է սաղին մի հատ քֆուր արա, Տաշիր Սամոյի փոքր տղա։ Հիմա այդ ժողովրդին, որ այդպես քֆուր ես տալիս, անել ես տալիս, ու նորից կանչում եք ցուցերի, տանում եք բռնել տակ։ Այդքան ժողովուրդը քեզի գիտես ինչ թող քրվեն, քեզի վաբշեմ հերել քրվեն։ Ով կարա ժողովրդին ու մեզի, իմ թիմակիցներին, իմ պետության ղեկավարին քրվի, તો մերել եմ քրվում, արա։ Ինչ էլ ուզեն կքրվենք ազգովի, ով որ կարա մեր ազգին, ով որ կարա իմ թիմակիցներին, մեզի, մեր հայրենակիցներին քրվի, մենք ազգովի մտնում ենք եղած չեղածով դուրս են գալիս, դուրը տեկավ, այսօր ինչքան ուժեղ քֆուրանող տղա ենք մենք, դու մտածում ես այդպես բեսամp ուժեղ, ազդեցություն ունես, այդպես շատ հզոր տղա ես, մեր 2 կոպեկ փող ես տեսե, դու գիտես կարատեիստ Ջեքի Չանն ես, լսի տղա, վարչապետի կողը, պետության կողը, երկրի կողն ես տղեկ կան կանգնած, որ չենք խոսում սուս ենք մնում, դա չի նշանակում, որ դուք բեսամp արտոնյալ մարդիկ եք, կեթաս դբրոց, դասերդ կսովորես, այ բուբենը, լավ կսովորես, կգրես, կկարդաս,
Դες քաղաքականությամբ կզբաղվես։ Խի իմ նման տղեն ու իմ նման լիքը տղեկան, դի թողենք դու գաս այս երկիրը դու պետքա կառավարես։ Մի հատ էլ հիմիկվանից էլ չեկած այդպես քֆուր ես տալիս։ Բավար ժամանակից շուտ գաս իշխանության։ Պատկերացնում ես ինչ կանես դու, այդ ինչ ճարպիկ տղա ես դու։ Ընդ մի հատ էլ եթեր ես տալիս, ասում ես բավոր բան չմնաց, հեսա հետ են գալու, հաղթելու են, չգիտեմ ինչ են կանել, ու այդում ես հաղթելու։ Հա տենց արտոնյալ տղա ես, հա դու տենց, խելքդ գլոխդ հավաքի, այդ խեղճուկ կրակ ժողովրդին, մի տարեք փոսը կծեք, թողեք թրեք, կամ են հորոխպորը տղեն հել են գելա գյուղերը, չգիտեմ ջրագիծը ասում սարքեն, չգիտեմ ինչա սարքում, հազարատ կոմունիստի թվերի զավոդներ սարքում, լսի, նարեկ ես, ով ես, ինչ ես, այդ ժամանակին էդ ուր էիք դուք, այդքան որ միլիարդներ ունեիք, պատերազմին դու ինչ եք արել, դու ինչ ես արել, դու քո հորոխպորտ տղեկով, դու պատերազմին մասնակցել ես, արա որ հիմա էլ խոսում ես, կամ դու պատերազմին ինչով ես օգնել դու, արա կաֆեներում, ռեստորաններում կայֆավատ էիք կլնում, մարդիկ գալիս էին հոսանք էին ուզում քաշեն երաֆաս 5-ից 6 միլիոն դրամ տրասում մատրասում եք միջև չառնեք մեզնից հոսանք չենք տարա դուք եք չեք եղել բռնապետական երկիր եք սարքել սեփականաշնորհել եք ով ինչ ուզում անում էր գլուխներդ պատերին եք տվել եթե ձեզ ասել են դաբրոներ են տվել տենց բեսան պարտունյալ մարդիկ հոպարներդ կլեն պապաներդ կլեն Ուրեմն լսեք եսի պետությունը, պետականության դեմով ես կապիկություն արես, ճամփա փագես, չգիտեմ, փողոց ընդեմ մարդկանց կոպեկներով տարել եք ցուցի։ Հերթը քոնն է։ Ես քեզ զգուշացնում եմ, հերթը քոնն է, դու կեթաս աղա հորոխպերը գա, վերջի վայրանտել հորոխպորը դեպորտ կանեն, կեթա Պուտինը կակրած հորոխպորը սպասում անդե, դու գիտես։ Ձեզ սաղ ունեսվածնել Պուտինն անդե պետականացել, դու տեղյակ ես, բատես որ լավ մաքուր Արա ուկրաինաներից է տարել եք մարդկանց պատերազմի փող եք աշխատել, տարել եք մարդկանց սպանել եք տվել, դու ապշեմ ով եք դուք, այս երկիրը սարքող եք, թե քանդող եք, իշքան հարուստ, միլիարդատե մարդիկ կան, որի ունեսվածքին կպտում են, ովքեր որ թալանել են տարիներ շարունակ, պետության ունեսվածքը, սաղդ մենակ դուք եք, դուք եք ձեր հարուստներով կպել եք իար, մթոն դուք մտածում եք, դուք ձերնից բան եք ներկայացնում, մի հատ էլ իշխանափոխություն անեք, որին չանեք։ Այս երկրում ինչ կա էր տանելու, ծախելու, թալան, զավոդ, հոսանք, երկաթ գծերից է ծախել եք, ստե ծախելու բան չկա, մնացել են հասարակ ժողովուրդը։ Դրանց էլ եք հայ ծախում եք, լսեք։ Ուրեմն բոլորիդ ունեսվածքը վեկալելու ենք, պետականացնելու ենք։ Ոնց որ իմ նման ու լիքը գյուղացի մարդկանց նման, որ զբաղվում են հողագործության անասնապահությամբ, դուք կտես գնալու եք աշխատեք, քրտնեք, քրտինքներդ մաքրեք, նորը տենց ապրեք, որ իմանաք ժողովրդի ու գյուղացու ղադրը, հելել ես մել ընկել ես, գյուղերը մանես գալիս տենց մի երկու հատ էլ ճպլ-մպլ քաչալ տղատես բիլակով տղա, բանը տես մուսկուլներով տղեկին Մերկու կոպեկ փող ես տալիս հավաքում ես կողդ, դու էլ գիտես այդպես մի 10 ջիպերով եթում եք, գիտես դու տես բեսամ պարտոնյալ տղա ես, քո խելքին մարդ չկար, դու տես բեսամ շատ խելացի տղա ես, պետք է տան երկիրը դու կառավարես կամ ղեկավարես։ Խելքիդ դուր դրեք։ Ժողովրդյան կոչ եմ անում բոլորիդ։ Այս քարը փեշերիցը թափեք։ Սրանցից հեռու մնացեք, սրանք են մարդիկ չեն, որ կանգնելու են ժողովրդի կողը, լիքը շատ մարդկանց տարան, լիքը քո նման մարդիկ, քո նման այդ օլիգարխներն էլ ես 3-4 տարի, 5 տարի հավաքում են, հրապարակը փակում են, բան այնտեղ բիսեդկե կխփում են, պերաշկի, պոնչիկ, պիցա, չգիտեմ ինչ, ասես ուտում եք, հելեմ թողում հետում եք, մարդկանց գցում եք կրակի մեջ, լիքը մարդիկ կալանավորված են Իրանց ամփույթության, անխելքության, որ տենց անխել բաներ են թույլ տալի։ Ժողովուրդ ջան, հեռու մնացեք նման տիպի մարդկանցից, կոչ եմ անում բոլորիդ, տարածեք, սիրելի Facebook-յան ընկերներ, տարածեք թող բոլորը տեսնեն, այն խելոք մարդիկ, այն խելացի մարդիկ, ովքեր որ միամիտ դապար, փողի ազդեցության տակ թեկուս գնում են, մտածեք ուր եք եթում։ Սա պետություն է, ժողովուրդ ջան։ Իշքան էլ հարուստ ուզում ես եղի, իշքան ուժեղ մարդ ուզում ես եղի, իշքան ուզում ես ախրանիկներ ունեցի ու փող ունեցի։ Սա պետություն է։
Դու իշքան էլ ուժեղ ուզում ես եղի, պետության դեմը դու շատ թույլ մարդ ես, դու ոչինչ ես։ Այտենց որ հելել են, հավաքվել են այդ նախկին էլեկտրիկներ, ներկաներից էլ կան, մենք էլ ունենք թերություններ, որ դեր նմաններին, որ դուր չենք շպրտե ժամանակին, ոչինչ, մենք այդ մեր մեջ կկուղենք, կխոսենք այդ ձեր ասած ձևով, մենք էլ մեր ձևով կանենք, կտեսնես, ձեր ձևով, մենք էլ մեր ձևով, կտեսնես, ձեր բռնած ձևն է լավ, թե մեր բռնած ձևը։ Էլ եմ ասում ժողովուրդ ջան, լավ եղեք, պինդ եղեք, դուխով եղեք, մենք կանգնած ենք մեր երկրի պետության կողքին։ Անկախ նրանից ով ուզում ալնի, պետության դեմը ով հելավ, երկրի ղեկավարին ով հայոյեց, տասնապատիկ ստանալու է։ Կալանավորվելու են մարդիկ, որ իրենց ավել պակաս խուժան բաներ են թույլ տալու։ Մենք ոչ վախենում ենք, ոչ էլ վախոտ տղեկ ենք, բայց դուք իմացեք, մեր նման մարդիկ, իմ նման մարդիկ, ընկեր, որ չենք խոսում, սուս ենք մնում, դա չի նշանակում, որ դու տենց բեսան պարտոնյալ տղեկ եք, ուժեղ եք, հարուստ եք, չգիտեմ, դու կարող ես փողով շատ հարուստ ես, բայց ուղեղով էլ շատ ցամաք է քո մոտը։ Հելել ես ամոթ չստանը, մեծ տղա ես, ասում ես կարաս մի հատ քրֆես։ Ուզում ես մի հատ պուբլիշնի քեզի քրֆեմ։ Արի կլնի չքրֆեմ։ Խելքը գլուխը թավաքի, այդ ժողովրդին էլ թողեք, եթե նրանց խախանդ, հանգիստ, առօրյա կյանքով ապրեն։ Մեծ մարդիկ էլ չի սազում։ Հետո էլ ասում եք տեսած ենք, այնքան փող եք տեսել, փողից ենք մարդություն չեք տեսել, բան չեք տեսել։ Հուրացած, հաբրգած, բանակից փախած, պատերազմից փախած։ Ժողովրդի փողերը կերած, վզները հաստացել է, մազերը երկրել է ճղաչարվարով, այտենց կապի կյանքով ապրել եք, էլի մի հատ լուրջ բան չեք տեսել, հալալ քրտին չեք տեսել։ Ժողովուրդ ջան, լավ եղեք։ Ունենամ հաճախակի եթերներ, մյուս եթերս անդրադառնալու եմ Խոյ համայնքին, Էշմիածինի ընդդիմադիր թևերին, ովքեր որ այտենց շատացել են թեկնածություններ են առաջարկել, կուսակցություններ են բացել, մյուսը լինելու է դրանց մասին։ Լիքը բաներ ու բացեր կա, կբացենք, կխոսենք։ Լավ եղեք, պինդ եղեք, մեր ձևով տղեք, սխալ ձև եք բռնեք, գնացեք տուն, մեկա մենք այտենց ձեր ձևով պապայիդ չենք թողալու գատուն, մենք գիտենք մեր ձևով կգա ժամանակը կասենք, կգա գլոխները կախ, կաշխատեք, կապրեք, կամ էլ դեր վերջերը կհավաքեք ես երկրից կետակ, դուք ստեղ անելիք չունեք, չնայած դուք Ռուսաստան էլ տեղ չունեք, դե Պուտին հոպարը ձեզի սպասում է, մանավանդ քո պապային դու երանի տվեք, որ պապատ ստե է, երանի տվեք, ուրախացեք, մատաղարեք, որ հերդ ստե է, թե որ ընդեղ ելներ կարողա ոչ էլ տենայր, դե ընդեղ որ հորը կալանավորած լնեին, կարանալու էիր այտենց հավաքեր միտինգներ անեիր, գլուխդ կքյաչլցնեին, վերը նտել մի հատ լեղկաս պամիդոր կմցնեին կամ էլ վարունք, դե ուրեմն գնա գլուխդ կա, խելոք ապրեք ձեր համար, էսի պետությունն է ժողովուրդ ջան, լավ եղեք, պինդ եղեք, ես կանգնած եմ իմ երկրի ժողովրդի կողքին, լավ մնացեք ժողովուրդ ջան